Վերադարձանք գովազդից եւ շարունակենք խոսել հենց մեր ապագայի մասին, չէ՞, կամ սկսենք խոսել մեր ապագայի մասին։ Կամ վերադառնանք մանկություն, որը հաստատ լիարժեք կդարձնեն ձեր բալիկների համար Լապտերիկ մանկական կենտրոնում։ Մեր տաղավարում է Լապտերիկ մանկական կենտրոնի հիմնադիր Ռուբինա Դավթյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ես այնքան եմ ափսոսում, որ իմ ժամանակ չկար այդպիսի Լապտերիկ, որովհետեւ չեմ ասի ամենադաժան, բայց իմ կյանքի տենց ոչ այդքան ուրախ պահերը իմ մոտ հենց մանկապարտեզի հետ էր կապված, բայց հիմա կարծես թե ամեն ինչ փոխվել է։ Պատմեք։ Շատ է փոխվել, բայց ամեն դեպքում ես կլինեմ այն մարդը, որը կասի, որ իմ հաճախած մանկապարտեզը ու ներկայիս մանկապարտեզը լրիվ համապատասխանում է։ Երևի դրա համար այդ սերը իմ մեջ։ Երջանիկ մարդ եք։ Հա, երևի։ Ես ուրեմն արդեն երկար տարիներ աշխատել եմ դպրոցում և 2018 թվականին աշխատում էի Տարաս Շևչենկոյի անվան ավագ դպրոցում, նաև զուգահեռ մասնավոր Global Bridge կրթահամալիրում, ծննդով արարածի, Արարատ էի գնում գալիս և այլն, այդ ժամանակ մի միտք առաջացավ, որ ես ինքս բացեմ հիմնեմ իմ մանկապարտեզը։ Ապրում եմ Երևանում, բայց բացեցի Արարատ քաղաքում։ Շատ լավ միտք։ Շատերն ասում էին ինչու, որտեղ բոլորը գալիս են Երևանում են բացում, դու գնում ես այնտեղ ես բացում։ Ես սիրում եմ անել մի բան, որը որ շատ քչերի մոտ չի ստացվում։ Այս վերջերս իմիջիանոց դա դարձել է բան, տրենդ, որ մարդիկ բնակվելով կամ ապրելով Երևանում վերադառնում են իրենց փոքրիկ հայրենիքին եւ այնտեղ են ինչ-որ բաներ սկսում անել եւ դա շատ լավ է։ Հա, իհարկե, որտեղ շրջաններում եւս պետք են։ Եվ այդպես բացեցի Լապտերիկը։ Լապտերիկը Արարատի Լապտերիկն է։ Արարատի Լապտերիկն է։ 2000 որ թվականին 2019-ին արդեն հունիսի 1-ով բացեցինք մեր Լապտերիկը։ Հունիսի 1-ով հենց երեխաների պաշտպանության օրը, այո, 2018 թվականից սկսվեց այդ միտքը եւ բավականին երկար ժամանակ փորձեցի արդեն ուսումնասիրել։ Բացման արդեն կան բալիկներ, որոնք որ դպրոց են գնում։ Հա, այո։ Դե պատմեք, ինչով է տարբերվում եւ ինչն է տարբերությունը։ Տարբերությունը իմ մանկապարտեզի եւ Լապտերիկի։ Ասեմ, նախ սկսեմ անունից, հա, անվանումը Լապտերիկ, որ ընտրեցի, երկար չեմ մտածել, իրականում Լապտերիկի մեջ այսպես անվան մեջ հենց սեր, ջերմություն, հա, ինչ-որ տաքություն, այդպիսի մի բան էի մտածում, լույս, բնականաբար, լույս գիտելիք, ոնց որ լուսավորում ես երեխա մանկան այդ ճանապարհը եւ որոշեցի մտածում էի կանթեղ թե Լապտերիկ, բայց մնացի Լապտերիկի Ինչ եք մտածում կանթեղ Անչի լապտերիկ ավելի լավ։ Ավելի լավ է։ Անտերը ես քեզ ժամ պետք է մտածեի։ Իսկ լապտերը միանգամից արդեն բացատրեցի։ Ուստում է ժպտալ։ Այո։ Եվ քանի որ առաքելությունն էր մեր, որ ստեղծել այնպիսի մի միջավայր, որ երեխաները կլինեն այդտեղ ստեղծագործող, բացահայտող, եւ այդ լապտերը կարծես իրենց հենց լույս էր տալու, որ իրեն գնային դեպի առաջ։ Միջև Նելին իր հարցերը տա, ես մի հատ իմ մանկական տրավմաներից ձեռք ազատվեմ։ Մեծ տրավմաներ են։ Այո, դե մանկապարտեզ, ինչի տրավմաները։ Քնել, ցերեկ։ Բաժանման պահը հաց ուտելը համով չէր, որտեվ հիմա ես օրինակ միջև ես իմ մանկապարտեզի մասին եմ խոսում։ Ես գիտես երբ եմ ծնվել, էլի։ Հա։ Այո, շատ շուտ։ Ես բոլոր ներկաներից շուտ, ինչքան մարդ կա ստեղ, վերևով, ներքևով էս բան։ Ես օրինակ միջևա մաննայ կաշը չեմ կարող ուտեմ, որտեվ ինձ համար մաննայ կաշան են գունդերով մաննայ կաշան։ Так, ուրեմն քնելը, սնունդը եւ ինձ ստիպում էին խոսել ռուսերեն։ Իսկ ես դա ռուսական մանկապարտեզ։ Իսկ ես ասում եմ, որ ես հայ եմ, ես, պատկերացրեք, ու ես չեմ ուզում ռուսերեն խոսել, ինձ չեք կարող դուք ստիպել։ Ես մանկապարտեզում չեմ սովորել ռուսերեն խոսել։ Հիմա ինչպես է ձեզ մոտ։ Քնելու հարցը լուծվում։ Քնելու հարցը դե տարիքային խնդիր է։ Տարիքային խնդիր է, օրինակ գալիս է արդեն 4.5 տարեկանից արդեն սկսած երեխաները հրաժարվում են քնել։ Այսինքն այդ անցումային շրջանն է, ճգնաժամային տարիք ունենք, չէ, 3-ից 4 տարեկանը։ Առաջին ճգնաժամային տարիքը հենց այդ տարիներն են։
երբ որ արդեն իրենք համարում են, որ իրենք մեծացել են, եսի դրումն է գնում, եսից հետո իրենք մտածում են, որ մեծ են, ես չեմ քնելու։ Ու այդ խնդիրը ունենք։ Տարբեր այսպես քնի ծեսեր ենք մտածել, ոնց անենք, որ երեխաները քնեն։ Նախ ասում ենք դուք չեք քնում, դուք ընդհանրապես պարկում եք։ Մենք զրուցում ենք պարկած։ Դե բնականաբար զրույցը ավարտվում է արդեն հանգիստ քնով, քնացնում ենք այսպես ասած։ Կարևորը զրույց անողը չքնի։ Քնում ենք, իսկ սնունդի հետ կապված բավականին շատ բան է փոխվել, մաննեկաշը արդեն չկա։ Աստծո։ Այո, չկա, իրականում։ Ես գնամ լապտերիկ վերադառնամ։ Իրականում բավականին լուրջ է դրված սնունդը հիմա շատ, արդեն քաղցրը, աղը հանված է, աղը շատ։ Երեխաները հաճույքով ուտում են։ Շատ, անգամ դες մի բան պատմեմ, երբ որ COVID-ի ժամանակ տան էինք մնացել, ծնողներից մեկը զանգեր տվել ինձ, հարցնում էր այդ ինչ ճաշ է, որ բալիկը ուզում է դրանից։ Ուզում է ուտի։ Իսկ դա արդեն իմ համար մի հատ մեծ ձեռբերում էր, որ երեխան ինքը այդպես։ Դա կարևոր է իսկապես։ Լավ, խոսեցինք քնից, սնունդից, ինչ ծրագրերով եք առաջնորդվում։ Մենք անցած տարվանից արդեն լիցենզավորված մանկապարտեզ ենք եւ 1 տարի արդեն եւ լիցենզավորվել ենք պետական համալիր կրթական ծրագրով։ Բայց մեր մոտեցումը մի քիչ ուրիշ է, այսինքն կրթական ծրագիրը եւ մեր մոտեցումը մի փոքր ավելի երեխայակենտրոն է։ Այ մեր ժամանակներում ավելի շատ երեխայակենտրոն չէր։ Թեկուզ իմ պարտեզում փարկաստու այդպեսին է եղել, դրա համար երևի թե իմ այդ ուղին ձևավորվել է։ Հա, ես ավելի լավ հիշում եմ իմ մանկական այդ տարիները, քան երեկվա օրս, ասեմ։ Եվ այդպես հիմա արդեն երեխան ազատ է մեզ մոտ։ Երեխան ինքն է թելադրում ինչ անել։ Եվ ամենակարևորը միջավայրը։ Մեկը պարի։ Ուրեմն պետք է այդպես անենք, ուրեմն պարում ենք եւ նկարում ենք։ Բայց քանի որ այնքան հետաքրքիր է անցնում եւ ամեն մի ժամ իրենք էլ արդեն գիտեն ինչպես է անցնում, իրենք էլ սպասում են, օրինակ նկարեցինք, հիմա պետք է պարենք եւ օրվա ընթացքում ունենք 1 ժամ, դա այդպես անվանում ենք անկարգությունների ժամ, երեխան ազատ ժամ, լիցքաթափվում են երեխաները։ Այդպես, բայց հիմնական ամենակարևորը, որ ուսուցիչը նրա ընկերն է, ավագ ընկերը եւ երեխան ազատ է։ Իմիջիալից դուք հեռախոսահամարները տեսնում եք պարբերաբար էկրաններին, կարող եք զանգահարել եւ եթե ուզում եք, որ ձեր բալիկներն ունենան ուրեմն երջանիկ մանկություն, գնացեք եւ ձեր բալիկներին տարեք լապտերիկ։ Դե պարզ է որ Երևանից չեն բերել։ Ունենք Երևանից ունենք սաներ, այո։ Հիմա մեր կոնկրետ այդ մի սանը արդեն դա ամենալավ գովազդն է, որ մարդիկ Երևանից քշում են Արարատ, եւ ասեմ մի բան էլ ունենք ընտանիքներ, այս պահին կարող եմ 5 ընտանիք շեշտել, որ նրանք Երևան պետք է տեղափոխվեն, տունը գնել են եւ այլն, բայց չեն տեղափոխվում, որպեսզի որ ավարտեն լապտերիկը նոր։ Արարատի քաղաքապետարանը պետք է ձեզ փոքրիկ շքանշան տա դրան, որ արարատիներին պահում եք Արարատը։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ։ Ես գիտեմ, որ Երևանյան մանկապարտեզներում շատ մեծ խնդիր է երեխաների քանակությունը ուրեմն խմբերում եւ դաստիարակների եւ դայակների քանակությունը ըստ երեխաների։ Ինչպես է ձեզ մոտ այդ հարցը լուծված, յուրաքանչյուր երեխա ունի իր քառակուսի մետրերը համապատասխան, յուրաքանչյուր դայակ եւ դաստիարակ ունի այն երեխաների քանակությունը, որը որ պետք է օրենքով կարողանա լրիվ օրենքի սահմաններում, նորից ասեմ, լիցենզավորված մանկապարտեզ չեք կարող ուղղակի ուրիշ ձև, հա, քանի որ դա տղճենքային պայմաններն են։ Երևանում էլ հարյուրավոր լիցենզավոր մանկապարտեզներ կան, որոնք չեն համապատասխանում։ Ես երևի թե օրենքին շատ տարին համապատասխան եմ գնում։ Սահմանված կարգով կա երեխաների թիվ։ Այսինքն դա այո գալիս է շենքային պայմաններից ելնելով, քառակուսի մետրի, այո, ելնելով եւ տրվում է արդեն լիցենզիա այսինչ խմբի համար այսքան թիվ։ Եվ այդպես մենք այս պահին թվի պակաս չունենք, փառք Աստծո, մեր համալրված են մեր խմբերը։ Այդպես շատ էլ զանգեր ունենք, բայց ցավոք այս պահին տեղ էլ չունենք։ Երեխաները գալիս են շատ սիրով, ադապտացիայի հետ փուլը հիմնականում ասում ենք անցնցում։ Երեխա ունենք, որ հենց առաջին օրվանից են քնում, ինչեւ որ մի քիչ այդպես խորթ է, չէ՞, ծնողների համար թող այսօր 1 ժամ մնա, բայց գալիս են քնում են։
Գալիս են չեն ուզում գնան։ Չեն ուզում, այդպեսի դեպքեր էլ ունենք, չեն ուզում գնան։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ այս դարում արդեն երեխաները փոխվել են եւ շատ անգամ դաստիարակները չեն համապատասխանում երեխաներին, հա, իսկ սերունդների տարբերություն է տալիս։ Արդյոք ձեր դաստիարակները վերապատրաստվում են, որպեսզի կարողանանք հայելել այսօրվան համընթաց։ Պարտադիր մենք ունենք մեր մանկաբարձները մասնագիտական կրթությամբ են, բնականաբար էլի լիցենզիայի պահանջներից մեկն է, իսկ անդադ որակավորում, վերապատրաստում պարտադիր եւ անպայման նշեմ, որ ֆինական մոդելին ենք շատ մոտ կրթության եւ նաեւ իտալական ռեջիո մոտեցմանը, այդ մոտեցումները մցված են մեր ծրագրի մեջ, այսինքն այդ կրթությունը դու փորձում ես ապահովել այդ մոդելով, ինչը երեխան ազատ է, օրինակ, եթե երեխաները ապլիկացիա են անում, երեխան ինքն է ընտրում, ինքը սպիտակ թուղթ վերցնի, թե դեղին։ Իսկ մեր ժամանակ ու տենց բաներ չկար։ Մեր ժամանակ կար սպիտակ ու սպիտակ։ Ռուբինա, իսկ եթե այսպիսի քայլերով եք արդեն առաջ գնում, մտահաղացում չկա, որ մանկապարտեզից հետո նաև լինի դպրոց, որ այդ երեխաները կարողանան շատ ունեմ, քանի որ Արարատում տարածքի խնդիր ունենք, ես հազիվ թե մենակ տարածքն Երևանում կա։ Չէ, Արարատում ունենք այդ տարածքի խնդիրը, իդեպ երկրորդ շենքն ենք արդեն մենք փոխում, քանի որ պետք է լիցենզավորվեինք, հազիվ գտանք այդ շենքը, էլի նորմատիվներ կան, որոնք որ պետք է համապատասխան, չէ, սեփականը չի, ցավոք սեփականը չի, բայց այդ միտքը, այդ երազանքը դեպի դրան հասնելու, դպրոց բացելու առաջիկա պլաններում են, բայց արդեն Երևանում։ Որ այդ դաստիարակությունը լինի, այսպես ասած, շարունակական։ Ես ներողություն եմ խնդրում։ Ունեմ նաև լավ հիշողություններ մանկապարտեզի հետ կապված, բայց դա Ռուսաստանի Դաշնությունում արդեն, երբ որ գնացինք Տոմսկ, այնտեղ մանկապարտեզում ամենասիրած բան էր ամռանը, երբ որ մենք ընդունում էինք ուրեմն արևային լոգանքներ եւ ամեն առավոտյան մենք մեր վրա ջուր էինք տեսնում։ Այդպիսի բաներ կան։ Անպայման։ Բակը, շենքային պայմանների մեջ մտնում է նաև բակային հատվածը, մանկապարտեզը պետք է անպայման բակ ունենա, որտեղ ֆիզիկական դաստիարակություն ամենակարևոր։ Ջրի հետ խաղում են երեխաները։ Անպայման, ունենք լողավազան, երեխաները։ Լողավազան որնելով տուն կուզենա գնա։ Ես գնում եմ լապտերիկ։ Պարտեզը չի հաստատ։ Խոսենք նաև հանդեսների մասին, որովհետև ես էլ հիշում եմ իմ մանկության տարիներից, որ մանկապարտեզի հանդեսները ինձ համար ամենասպասվածն էին։ Տեսեք, Նելի համար այո, իսկ ինձ որ ասում էին երգի, ես վատանում եմ, եսներին ուրախանում եմ։ Աղջիկների համար ինձ թվում է շատ այդպես է, հիմնականում աղջիկները սպասում են, քանի որ դերեր ունեն բաշխվածան։ Իսկ տղաները այդքան էլ հա, չէ։ Հանդեսների համար այսպես ասեմ, մեզ մոտ ամեն օրն է հանդես։ Ամեն մի ծրագրի մեջ մի թեմա, այնպես է մատուցվում, որ դա հանդես է։ Ուղղակի մեր ծնողների ավելի շատ մեր մի քիչ ավելի տարիքով ծնողների մոտ այդպես դրված է, որ երեխան պետք է բանաստեղծություն ոտանավորները արտասանեն, որ ինքը այսպես հպարտանա, այդ սովորում ենք, բայց այդպես որպես հանդեսներ շատ այդ չէ։ Յուրաքանչյուր օրը դարձնենք իրենց համար ավելի շատ միջոցառում։ Տարբերակն է, որտեղ ես միշտ երեխաների համար վատանում են, որ իրան ինչ-որ մեկին կանգնացնենք ու ինքը Բայց կան շատ երեխաներ, որոնք էլ հաճույք են ստանում դրանից, միշտ չի որ տրավմատիկ են հանդեսները։ Միակ երեխան, որ ես ճանաչում եմ, դու ես ըստ էության։ Երեխաները ներվայնանում են, որ հյուրերը գալիս են, երեխային կանգնացնում են ինչ-որ տումբչկայի վրա, ասում են դե դավայ։ Առանց հարցնելու երեխան ուզում է, թե ոչ։ Ուզում, ֆուտբոլ էր խաղում, չգիտեմ, քիթներ փորում, այդ մարդը զբաղված մարդ են, չէ՞։ Ինչպես է ընտրությունը կատարվում դայակների եւ ուսուցիչների, ասեցիք որ լիցենզավորից երբ, բայց հետո հոգեբանական զրույցներ, հոգեբան ունեք, չունեք, դա կարեւոր է ձեր համար, երեխաները տարբեր են լինում, ինչպիսի ինկլյուզիվ է ձեր մանկապարտեզը, նկատի ունեք, չէ, այս պահին չունենք առանձնահատուկ կարիքներ ունեցող բալիկներ։ Բայց չարաճճի են միգուցե լինում, որոնց հետ նորից պետք է հոգեբանական։ Գիտեք, այդ չարաճճությունը, չգիտեմ ինչու, նայած թե ինչին ում ենք անվանում այդ չարաճճի։ Երբ որ երեխան ակտիվ է, իրենց անվանում են չարաճճի, բայց երեխան պետք է ակտիվ լինի։ Բայց ասում ենք չարաճճի, ուրեմն առողջ բալիկ է։ Այո, շարժվում է։ Հոգեբան ունեք այս պահին։ Այս պահին չունենք հոգեբան, ունեցել ենք եւ հոգեբան, ունեցել ենք հատուկ մանկավար, լոգոպեդ եւ այլն, այս պահին չունենք։ Ինչքանով է ֆինանսական դա համաչափ կամ ոչ համաչափ դիմատեսեք պայմանները նկարագրում եք, հասկանում ենք, որ բավականին թանկ հաճույք պետք է լինի։ Բավականին թանկ է թե մատչելի է։ Չէ, ես կարծում եմ մատչելի է շատ, քանի որ հաշվի եմ առնում նաև տարածաշրջանը։
Եթե համեմատական տանենք Երևանի հետ անչափ ցածր է։ Այո, Երևանում իսկապես կան այսպիսի կենտրոններ, որոնք այսօր պետական համալսարանից ավելի բարձր վարչատրություն ունեն։ Այո, չէ։ Երկու անգամ։ Մեզ մոտ բավականին մատչելի է գինը, բայց կրթությունը չի զիջում։ Քանի տարեկանից է ձեր ամենափոքրիկ խումբը, քանի տարեկան։ 2 տարեկանից։ 2 տարեկանից։ Ինչպես է ընդունելությունը կատարվում։ Ընդունելությունը ինչպես եւ օրենքի սահմաններում, հա, նախադասական կրթության մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասի համաձայն ընտրվում է ընդունելության կարգը այդպես է եւ մասնավորը եւ պետականի համար։ Ուղղակի ի տարբերություն այ ոնց որ դուք նշեցիք, որ երեխաները գրանցվում են, հա, այդպես միջև մեզ մոտ չկա նման բան։ Մեզ մոտ չկա, ուղղակի զանգ կարող են անել, եթե չկա տեղ, ասում ենք չկա, անհրաժեշտության դեպքում կարող եմ գրանցել, եթե մի բալիկ հանկարծ դուրս կգա եւ այլն տեղ ազատվելու դեպքում զանգ տանք տվյալ ծնողին, այդպես է կատարվում։ Եվ քանի երեխա է մեկ խմբում, սա էլ է շատ կարևոր։ Նայած նորից եմ ասում, էլի լիցենզավորման սենյակի բայց ենթադրենք օրինակ անձամբ 14-15 երեխա։ Պետական համապարտեզներում 30-ից ավել, չէ, եթե չեմ սխալվում։ Ռուբինա, դա սեփական տուն է իր բակով, թե ինչու, թե չէ, ինքը նախկինում եղել է ինչ-որ պետական կառույց, ինքը հասարակական նշանակության որը հիմա համապատասխան է։ Որը համապատասխանում այո օրենքի պարտադիր պայման է դա, կահավորել եք ամբողջովին, կահավորված է, այո, լրիվ, խոհանոցի մուտքը առանձին է, մանկապարտեզ բարձրացող մուտքը առանձին։ Այս վերջերս որ այդքան հիվանդություններ եւ այլն դա արվում է, ձեզ մոտ ինչպես է, օրինակ, չգիտեմ։ Փորձում ենք սանիտարահիգիենիկ այդ պայմանները ամբողջությամբ պահպանել։ Բալիկների տաքությունը ստուգում եք։ Անպայման։ Բնականաբար վատառողջ բալիկներ չեն ընդունում, բայց դե չես կարող ասել երեխան գիշերը լավ ա եղել, առավոտյան բերում են մանկապարտեզ ու մեկ է տեսնում ես մի ժամ հետո ջերվում է։ Անմիջապես մեկուսացնում ենք բալիկին, ունենք համապատասխան, հա։ Բուժքրոջ սենյակ։ Բոլոր հարցերը լուծելի։ Այո։ Ձեզ մաղթում ենք հաջողություններ։ Դե ես մի քիչ նախանձում եմ իրականում, որ Արարատում կա լապտերիկ, իսկ Դավիթաշեն չկա լապտերիկ, բայց չարած։ Իսկ որ լինելով կգնար դուք։ Թորնիկս ապագա կգնար, ես կգնայի մեծ հաճույքով։ Բայց նորից եմ կրկնում Երևանից ունենք բալիկներ։ Այսինքն այս տրավմայի խնդիրն է կարելի լուծել։ Այո, եթե ուզում եք որ ձեր երեխաները գնան ձեր երազած մանկապարտեզը, լինեն երջանիկ, լավ ուտեն, լավ քնեն, լավ ինչ-որ գիտելիքներ ձեռք բերեն, չարաչի լինեն, այո, վայելեն իրենց մանկությունը, խորհուրդ ենք տալիս Արարատի լապտերիկը ձեր համար բացահայտել։ Ռուբինա, շնորհակալություն։ Հիշեցնենք, որ հյուրներ լապտերիկ մանկական կենտրոնի հիմնադիր Ռուբինա Դավթյանը։ Շնորհակալություն։